Մինչ Հայաստանում Փաշինյանական վարչախմբի օրոք ուժայինները զբաղված են հանդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելով, երկրում աճում է հանցավորության մակարդակը, հատկապես վերջին շրջանում գրեթե ամենօրյա կտրվածքով մենք ստանում ենք լուրեր տարատեսակ հանցագործությունների, սպանությունների, մասնավորապես վերջին օրերին Աբովյան քաղաքում տեղ ունեցան ողբերգական դեպքեր, նաև Արամուս համայնքում, այս եւ այլ հարցեր շուրջ այսօր ես զրուցել եմ իրավաբան 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ Վարազդատ Հարությունյանի հետ։ Բարև պարոն Հարությունյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տեսեք, ես նշեցի, որ ուժայինները զբաղված են դիմադիր սեգմենտի նկատմամբ տարատեսակ բռնաճնշումներ իրականացնելով եւ դրա հետևանքով երկրում հանցավորությունը երկրաչափական պրոգրեսիվ ըստ էության աճում է։ Սա ինչ հետևանքների կարող է բերել եւ ինչու է հիմա իրավիճակը այսպես։ Շնորհակալություն հարցի համար։ Նախ եկեք հասկանանք, որ հանցագործությունները իրենց տեսակներով բաժանվում են եւ դերևս եւ ձեր հարցադրման մեջ էր թաքնված այդ անհանգստությունը եւ նաեւ հասարակության շրջանում հիմնականում անհանգստացնող հանցագործությունների աճը դա բռնությամբ դրսևորվող հանցագործություններն են եւ հատկապես նաեւ հրազենի օգտագործմամբ, ապօրինի հրազենի օգտագործմամբ։ Այս մասով իհարկե այլ հանցագործություններ, գողություններ, չգիտեմ, թմրավաճառությունը եւ այլն էլի ուրեմն շատ մեծ ուրեմն բաների են հասնում, բայց թերևս այս վերջին շրջանում սպանություններ դարձել են սովորական երևույթ։ Իմ խորին համոզմամբ, այստեղ այո իրավապահների աշխատանքի ձախողման խնդիրն էլ կա, բայց մյուս կողմից եկեք հասկանանք, եթե պետական իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ հատկապես մեկը երկրի բարձր ամբիոններից խոսում է բռնության լեզվով, տարածում է ատելության խոսք, ընդ որում տարբերություն չդնելով եւ չֆիլտրելով այն տերմինները, որոնք ինքը օգտագործում է իր խոսքի մեջ, ասֆալտին ծեփել, բորձուներին պարկասնել եւ այլն, ընդդիմությանը շինել։ Ակնհայտ է, որ այդ խոսույթը նաեւ հասարակության որոշ շրջանում բռնության եւ ատելության նկատմամբ սովորական վերաբերմունք է ձևավորելու։ Ինդուլգենցիա դառնում։ Որոշակի առումով նաեւ որ անուղղակի կերպով դառնում է ուրեմն բռնության նկատմամբ բթացած արհամարհական վերաբերմունքի պատճառ։ Երկրորդ, այո թողտվություն բռնության։ Ինչ որ առումով այո։ Երկրորդ իրավապահների այո աշխատանքը, որը մեծամասամբ զբաղեցված է քաղաքական իշխանությանը պաշտպանելու եւ քաղաքական իշխանության կողմից իրենց ընդդիմադիր հակառակորդներին ճնշելու աշխատանքով։ Մի կողմից տարբեր ուրեմն ցույցերի, ակցիաների ժամանակ Հայաստանի տարբեր մարզերից բերվում են ուրեմն ոստիկաններ իրենց ուրեմն ղեկավար կազմով բարձրաստիճան։ Պայմանական մենք կարող ենք տեսնել հրապարակում փոքրաթիվ ինչ-որ ակցիա, որի վերահսկման համար բերվել է Աբովյանի մարզային վարչությունը ոստիկանության։ Սա իմ կարծիքով մեծ պրոբլեմ է, որովհետև բնականաբար եթե Աբովյանի Կոտայքի մարզի մարզային վարչության պետն իր անձնակազմով պիտի գա Երևանի կենտրոնում խաղաղ ակցիայի վերահսկողության ուրեմն համար աշխատացվի, ուրեմն Կոտայքի մարզում հանցավորության դեմ պայքարը որոշակիորեն պիտի ուրեմն թերանա։ Իդեպ վերջի դեպքերը հենց Կոտայքի մարզում են։ Վերջի դեպքերը, այո, հենց Կոտայքի մարզում են, եթե չեմ սխալվում, Կոտայքի մարզային վարչության պետն էլ վերջերս շնորհվեց ուրեմն Մխիթար Գոշի ուրեմն հուշամեդալ։ Պարգևատրվեց Մխիթար Գոշակով։ Դե չգիտեմ, որ արժանիքն է։ Մյուս խնդիրը սոցիալ հոգեբանականն է իմ կարծիքով։ Այս արդեն նաև վերաբերվում է ուրեմն անձի սեփականության դեմ ուղղված հանցագործություններին, գողություններին, որոնք շատ են, էլի, ամեն առավոտ Facebook-ը թերթելիս տեսնում ես, որ ինչ-որ մի հատ թաղամասի, մեքենայի, հայլիների ուրեմն ռեյդ է եղել բաների կողմից, ուրեմն գողերի կողմից,
Մեծ է այդ քանակը, սոցիալական բաներով է պայմանավորված իմ կարծիքով, իշխանությունը ըստ էության ձախողել է աղքատության դեմ պայքարը, աղքատության ցուցանիշները չեն նվազում, շարունակում են անհանգստացնող մնալ Հայաստանում, չնայած նրան, որ ունակ ՀՄԿ-ի լուրերը նայելիս մեզ թվում է, որ մենք ապրում ենք տենց ինչ-որ զարգացած որևէ եվրոպական երկրում, եւ հոգեբանական առումով էլ հետ պատերազմական շրջանում այսպես կոլեկտիվ հոգեբանական խնդիրներ ունի հայ հասարակությունը, որը օրինաչափ է եւ դրա հետ աշխատել է պետք, բնականաբար։ Եվ դրա հետ աշխատել է պետք, իսկ այդպիսի աշխատանք ես անկեղծ ասած չեմ տեսնում։ Պատերազմից հետո որոշակի դրվագներ նկատել են, որոշակի դեպքերից տեղյակ եմ, երբ պատերազմի մասնակիցներին հոգեբանական աջակցությունը առաջարկվել պետության կողմից բնականաբար անվճար, լավ կլիներ, որ այդ աշխատանքները շարունակվեր, նաև որոշակի վիճակագրություն, ուրեմն վարվեր անձանց հոգեբանական վիճակի վերաբերյալ ուրեմն ինչ-որ հաշվետվություններ լինեին, հաշվետվողականություն լիներ, ընդհանուր պատկեր բարձ լիներ ու նաև դինամիկան, էլի նվազման այդ խնդիրների դինամիկան նաև հասու լիներ, միգուցե վարվում է, բայց հրապարակային ինչ-որ աղբյուրներ ամեն դեպքում ես չեմ գտել։ Այս հիմնական պատճառներն են, որոնց հետ աշխատանքի որևէ ուրեմն դրսևորում մենք չենք տեսնում պետության կողմից, ինչը բնականաբար անհանգստացնող է եւ նաեւ կարծում եմ մոտակա այդ ընտրությունների համատեքստում նաեւ պիտի դառնա այլ քաղաքական ուժերի նաեւ քննարկման եւ ուրեմն ծրագրերում ներառելու առարկա, որովհետեւ շատ կարեւոր ուրեմն հարցեր են սրանք, էլի։ Տեսակ երեք տեղեկություն տարածվեց, որ ազգային բարերար քաղաքական բանտարկյալ Սամվել Կարապետյանի մեղադրանքը լրացվել է։ Այսօր կալանքի երկարացման վերաբերյալ միջնորդության մասով դատական նիստն է։ Վերջերս նաև 2 տարվա ազատազրկման դատապարտվեց Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել arczepiskopos Սաջապահյանը։ Ընթացքի մեջ է 18 արդարների դատավարությունը Հայաստանում այս առումով ձեզ հիմա ինչ է կատարվում։ Հայաստանում կատարվում է այն, ինչ որ մենք անընդհատ նշում ենք այս վերջին ամիսներին։ Իշխանությունները քաղաքական բռնաճնշումների ուրեմն դոզան ավելացրել են ու բնականաբար կանխատեսվում է, որ ընտրությունների նախաշեմին այս քաղաքական բռնաճնշումները չեն դադարելու, հակառակը ավելանալու են, քաղաքական հակառակորդներին լռեցնելու արդեն այս իշխանությունների կողմից չարչարքված քրեական հետապնդումների գործիքը օգտագործվելու է ամբողջ ծավալով։ Այստեղ հիմա իմ համար ամենամեծ հարցը հետևյալն է, ոչ թե ինչ են անելու իշխանությունները, ինչը պարզ է, ինչ է անելու ընդդիմությունը, հավաքական ընդդիմությունը ասվածը, որովհետև եթե իմ խորին համոզմամբ, ուրեմն քաղաքական արդյունավետ պայքարը առանց քաղհալածյալների իրավունքների արդյունավետ պաշտպանության, քաղբանտարկյալների ազատությանն ուղղված ուրեմն կոնկրետ քաղաքական քայլերի եւ իրավաքաղաքական քայլերի, այսպես շատ ուրեմն բան գերադրական ակնկալիք է, էլի, իրականությունից կտրված։ Եվ այս առումով ինձ ավելի շատ հետաքրքրում է թե ինչ անելու ընդդիմությունը, իսկ ընդդիմությունը հավաքական առումով որևէ բան ըստ էության չի անում։ Տեսնում ենք տարբեր քաղբանտարկյալների, տարբեր աջակիցների, որոնք այսպես հատվածական իրարից կտրված ինչ-որ պրոցեսներ են գեներացնում, բայց դրանք չեն կարող ունենալ նույն էֆեկտը, ինչ եթե լիներ ընդհանուր մի հարթակ, որի մասին շատ է խոսվել, ընդհանուր հարթակ եւ այդ ընդհանուր հարթակի շրջանակներում այս բոլոր քաղաքական ուժերը ունենային իրենց ներգրավվածությունը, ունենային իրենց ներդրումը ռեսուրսների եւ աշխատանքի տեսքով եւ քաղբանտարկյալների հարցով լիներ պայքարի ընդհանուր ճակատ։ Այստեղ ողջամիտ ենթադրությունն այն է, որ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ընդդիմադիր միավորները պիտի հակասություն չունենային գոնե այս հարցում, բայց կարծես թե սա այլը տեղից չի շարժվում դեռ։ Դուք նշեցիք, որ ընտրություններին ընդառաջ վարչախումբը ավելի կսաստկացնի բռնաճնշումները, հա, բայց հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից, հա, արդյոք դա նրա վարկանիշին էլ ավելի վնաս չի հասցնի, որտեղ եկեք ընդունենք, որ
Ամեն դեպքում նա այլևս չունի այն ազգակործան պատվասի մասին եմ ասում, նա այլևս չունի այն աջակցությունը, որը որ ուներ օրինակ 18 թվականին կամ թեկուզ 21 թվականին։ Դե 21 թվականին չուներ այն աջակցությունը, որը ուներ 18 թվականին, բայց դա չխանգարեց, որպեսզի ինքը վերարտադրվի։ Այսինքն իմ խորին համոզմամբ ընդամենը այս համեմատությունները բավարար չեն հանգիստ լինելու ու մտածելու, որ ամեն ինչ նորմալ է գնալու։ Ես անկեղծ ասած քաղաքական, այսպես ուրեմն կանխատեսումներ անելու, քաղաքական դատողություններ անելու բավարար ուրեմն կոմպետենտություն չունեմ ըստ ինձ, որպեսզի այդ դատողությունները անեմ, բայց զուտ այսպես նայելով աշխարհում ինչա տեղի ունենում, նույն Մոլդովայի դեպքը, նույն Ուկրաինայում տեղի ունեցողը ներքաղաքական առումով հուշում է, որ ոչինչ չի խանգարում այս իշխանություններին գնալ այն նույն ռեպրեսիվ ճանապարհով, ինչը պայմանական Մոլդովայի գործող վերարտադրված իշխանություններն են արել եւ քաղաքական դաշտից հեռացնել իրենց հակառակորդներին կամ բանտարկելու միջոցով կամ քաղաքական կուսակցությունները չգրանցելու միջոցով ընտրություններում ուրեմն ընտրապայքարին թույլ չտալով մասնակցել, հա, ինչ որ միավորների, ինչն է խանգարում։ Նամանավանդ, որ այդքան նույն քաղաքական ուրեմն ուժերը խոսում են այն մասին, որ միջազգային կառույցները հատուկ բան չունեն, այսինքն ինչ որ վերաբերմունք ցույց չեն տալիս այս ամեն ինչին։ Համ պնդում են, որ միջազգային կառույցները ուրեմն այսպես թույլ են տալիս, որ հայաստանյան իշխանությունները այս բռնաճնշումների ամբողջ փաթեթը գործած են եւ չեն պատժում կամ որևէ կերպ չեն գնահատական չեն տալի, համ էլ հույսը դրել են ինչի վրա, որ իշխանությունները այնուամենայնիվ կկաշկանդվեն հնարավոր իրավական գնահատականներից ու ինչ որ վարկանիշի անկման վերացական պատկերացումներից ու չեն գնա այդ քայլը, ինչա կգնան։ Իհարկե կգնան։ Շատ լավ, դուք Մոլդովայի օրինակը մեջ բերեցիք։ Հայաստանում հատկապես վերջին օրերին շատ է քննարկվում, որ հնարավոր է օրինակ ձերբակալեն նույն ձեր ասացի համատեքստում Գյումրիի ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, գործող վարչախմբի տարատեսակ կոդիոս կերպարներ, օրինակ վաղշաբաթի գալիք ընտրությունների համատեքստում գրեթե բացի-բաց հայտարարում են, որ Գյումրիի երկուս չի լինելու։ Սա ինչ է նշանակում, սա ինչի նախերգանքն է, որ եթե ասում են, որ Գյումրի երկուս չի լինելու, որտեղ Գյումրիում ժողովուրդը հաղթեց։ Դե սա ձեր հարցադրումը գալիս է հիմնավորելու նախորդ հարցադրմանը իմ տված պատասխանի ուրեմն իրատեսությունը։ Այսինքն գործող իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ իրենք կանգ չեն առնելու որևէ կարմիր գծի առաջ, որը վերաբերվում է մարդու իրավունքներին, ազատ ընտրություններին, ինչի մենք առաջին անգամ ենք տեսնում, որ ընտրված որևէ համայնքապետին, այսպես բռնի ուժով, այդ նույն քաղաքական ռեպրեսիաների ուրեմն գործիքակազմի կիրառմամբ հեռացրել են պաշտոնից։ Մենք առաջի անգամ ենք տեսնում։ Այսինքն Գյումրիի քաղաքապետին պիտի ձերբակալեն, որ մենք նոր հասկանանք, որ օրինակ նույնիսկ տեղերում համայնքային ընտրություններում ձևավորված ընդդիմադիր ուրեմն տեղական իշխանությունների դեմ են իրանք պայքարելու ուրեմն չընդունված միջոցներով առաջի անգամ չի, չէ։ Էլի գալիս է հիմնավորելու իմ ասածը, որ նույնիսկ եթե քաղաքական ընդդիմությունը այսպես լրելային համաձայնությամբ գնում է 26 թվականի ընտրություններին, պիտի այդ 26 թվականի ընտրություններին գնա պաշտպանված վիճակում։ Իսկ ունենալ մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներ, որոնց նույնիսկ թիվը ամփոփված չի, վերջնական թիվը ամփոփված չի, այսինքն որևէ տեղ չկա տվյալ թիվ, որտեղ ուրեմն մենք դեպսա նույն ընդդիմության խնդիրն է նաև։ Միանշանակ նույն ընդդիմության խնդիրն է։ Մենք հիշում ենք, ասենք, նախորդ ընդդիմությունները, ասենք, նախորդ 3 տասնամյակների պատմության հստակ թվերով նշում էին, որ հստակ թվերով նշում էին ընտրությունների միջակայքում ընկած հատվածներում ուրեմն պայքարում են քաղաքալացյալների իրավունքների պաշտպանության կամ վերականգնման համար
քաղաքական ակցիաներ էին անում, որոշակի ընդհանուր ճակատով էին հանդես գալիս քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության համար, շատ հաճախ հաջողում էին այդ պայքարը։ Իսկ նման բան հիմա չկա, կա, ասենք որևէ կոնկրետ վերցած քաղբանտարկյալի համար աջակիցները հավաքվում են, այն մյուս քաղաքական թիմի անդամ քաղբանտարկյալի համար այս մյուսի աջակիցները չեն հավաքվում ու բնականաբար փոխադարձ, որից ցավոք շահում է միայն վարչախումբը, որից ցավոք տուժում են այն քաղբանտարկյալները, որոնք հիմա անազատության մեջ են։ Այդ քաղբանտարկյալների ազատության իրավունքը, եթե մեր համար արժեք է ու մեր համար կարևոր է, մենք պիտի ինձ թվում է դնենք շատ մի կողմ դնենք շատ ուրեմն անձնական խնդիրներ, հարցեր եւ ամբիցիաներ եւ այդ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվենք։ Այդ որ քաղաքական ակտիվիստը տեսնելով այս ամեն ինչը կուզենա օրինակ ավելի ակտիվ պայքարի մեջ մտնի։ Էլի կարող է ուզենա, բայց արդյոք դա որոշակի կաշկանդող էֆեկտ չի ունենալու, սառը ցնցողի էֆեկտ չի ունենալու։ Իհարկե ունենալու է։ Բա ինչպես ստեղծենք նախապայմաններ, որ քաղաքացիներն ավելի ակտիվ ներգրավեն քաղաքական պայքարի մեջ։ Ընդհանուր առմամբ սա է դիրքորոշումը եւ ես էլի կոչ եմ անում, օգտագործելով նաեւ ձեր հարթակը, ի վերջո թող քաղաքական ուժերը սկսեն իրար մեջ կոնսուլտացիաներ, որտեղ դա առաջնային իրենց խնդիրն է։ Ընդհանուր ճակատ ձևավորեն գոնե քաղբանտարկյալների եւ իրենց ուրեմն համակիրների քաղաքական իրավունքների պաշտպանության ուղղված կոնկրետ քայլեր անելու համար։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր 5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ, իրավաբան Վարազդատ Հարությունյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։